Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, անցած ընտրություններին առնվազն մենք ականատես եղանք, որ մեզ թվացած 2018-ից հետո փակված ընտրակաշառքի էջը որոշ ուժեր փորձ արեցին վերակենդանացնելու։ Փորձ արեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճակատին նորից գնապիտակ փակցնելու։ Փորձ արեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արժանապատվությունը գնելու։ Նրանց դա հաջողվեց անել ընդամենը մասամբ, որովհետեւ նրանց վերջնական պլանում ու կամ առնվազն նրանց կողմից ծախսված փողերի քանակը նայելով ակնհայտ է, որ նրանց ախորժակը շատ ավելի մեծ էր։ Սիրելի գործընկերներ եւ սիրելի քաղաքացիներ, հենց քարոզարշավի օրերին էր, որ ազգային ժողովի նախագահ պարոն Սիմոնյանի, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Տիկին Ջուլհակյանի, Տիկին Ալխազ Ղազարյանի հետ որոշեցինք, որ այս նախագիծը պիտի բերենք եւ խստացնենք սրանով ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու, ընտրակաշառք տալ կամ ստանալու համար միջնորդելու համար նախատեսված պատիժներ։ Տվյալ նախագծով, սիրելի գործընկերներ եւ սիրելի քաղաքացիներ, նախատեսվում է, որ ընտրակաշառատու սրիկաները ավելի երկար կմնան բանտում, որ ընտրակաշառք վերցրած քաղաքացիներ ավելի երկար կմնան բանտում, ընտրակաշառքի համար միջնորդած քաղաքացիները ավելի երկար կմնան բանտում։ Սրան զուգահեռ մենք նաև նախատեսում ենք հատուկ կարգավորումներ, որ ընտրակաշառք բաժանած բոլոր սրիկաները շատ երկար ժամանակ չկարողանան զբաղեցնել պետական, համայնքային, ծառայողական պաշտոններ, հանրային պաշտոններ, ավելի մանրամասն կառավարության ներկայացուցիչը կարծում եմ կներկայացնի, որովհետև այս մասով որոշակի քննարկում կար երեք հանձնաժողովի նիստում։ Մի խոսքով, սիրելի քաղաքացիներ, ինչի մասին է օրենքի նախագիծը։ Օրենքի նախագիծը նրա մասին է, որ ընտրակաշառատու սրիկաները պիտի պատժվեն եւ ընտրակաշառատու սրիկաները պատժվելու են։ Շնորհակալություն։ Շնորհակալություն զեկույցի համար, հարցերի համար գրանցում։ Համեցեք Տիկին Վարդանյան։ Շնորհակալություն պարոն Ալեքսանյան, ուզում եի իմանալ ճիշտ ասած, երբ ասում եք հանրային որպես հանրային պաշտոն զբաղեցնելու մասով, ասեցիք, որ սահմանափակում կլինի, ուզում եի իմանալ արդյոք այդ պաշտոնների մեջ օրինակ ներառվում է նաև падգամավորի մանդատը, կարող է արդյոք նման մարդը հետո զբաղեցնել падգամավորի պաշտոն, թե ոչ։ Հենց այս մասով որոշակի տարընկալումներ կան թե պետաիրավական հանձնաժողովի եւ թե կառավարության գործընկերների հետ, ու մենք իրականում բավականին ինտենսիվ աշխատել ենք ու ճիշտ ասած որոշել ենք, որ վերջնական հանգուցալուծմանը կգանք այս հարցի շուրջ երկրորդ ընթերցման ընթացքում կամ դրանից առաջ առնվազն հարցի ու այս մասով ավելի հստակ այդ ընթացքում ձեզ կպատասխանենք, որտեղ առնվազն հենց այս հիմնական տարընկալումը ու տարակարծությունը այդ դրույթների շուրջ էր Տիկին Վարդան։ Ունեք արձագանք։ Շնորհակալություն։ Հարակից զեկուցող պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխազ Ղազարյան։ Մեծարգո ազգային ժողովի մեծարգո փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագծի հեղինակներին կարևոր եւ խիստ արդիական նախաձեռնության եւ միևնույն ժամանակ կառավարության առաջարկներ ընդունելու համար։ Նախագծով ըստ էության երկու փոփոխություն է կատարվում։ Նախ խստացվում են պատիժները նախագծով նախատեսված 4 հանցագործությունների համար եւ դրանցում նախատեսվում է պարտադիր լրացուցիչ պատիժ, որը կայանում է հետեւյալում. որոշակի ժամկետով հանրային պաշտոն եւ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկում։ Քրեական օրենսգրքի ընդհանուր մասում կան նախատեսված հիմնական եւ լրացուցիչ պատիժներ եւ գործող օրենսդրությամբ էլ նախատեսված է, որ որպես լրացուցիչ պատիժ կարող է սահմանվել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, որը թողնված է սակայն դատարանի հայեցողությանը։ Փոփոխության ընդունման արդյունքում
նշված 4 հանցագործությունների մեջ դատապարտված անձանց դեպքում դատանի կողմից պարտադիր պետք է կիրառվի նաև այս լրացուցիչ պատիժը, որի ժամկետը հոսելու է հիմնական պատժի ավարտից հետո։ Այսինքն, օրինակ, ընտրակաշարքի միջնորդության դեպքում, որի համար պատժի խստացման արդյունքում նախատեսված է ընտրակաշարքի միջնորդության դեպքում պատժի խստացման արդյունքում նախատեսվում է առաջին մասով 3-ից 6, երկրորդ մասով 4-ից 8 տարի ազատազրկում, դրա հետ մեկտեղ առաջին մասով նախատեսված է նաև մինչև 3 տարով հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկում, երկրորդ մասով մինչև 4, ինչ է նշանակում սա, եթե անձին ընտրակաշարքի համար դատապարտվում է ազատազրկման, օրինակ 5 տարի ժամկետով, նրան պարտադիր որպես լրացուցիչ պատիժ պետք է նշանակվի նաև այս պաշտոններ զբաղեցնելու արգելքը մինչև 3 տարով, այսինքն 5 տարին ավարտվելուց հետո եւս 3 տարի անձը զրկված է լինելու որևէ հանրային պաշտոն եւ որևէ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից, որոնք իրենց մեջ ներառում են նաև ընտրովի բոլոր պաշտոնները տեղական ինքնակառավարման մարմիններում, ուրեմն ավականու պաշտոնները, ազգային ժողովի պատգամավորի պաշտոնները, այսինքն անձը այդ ամբողջ ժամանակահատվածում զրկված է լինելու նաև ընտրովի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, ինչը ամբողջովին համահունչ է սահմանադրության հետ, որովհետև սահմանադրությամբ նախատեսված է, որ անձի ընտրվելու իրավունքը կարող է սահմանափակվել իր պատիժը կրելու, դատապարտված լինելու եւ պատիժը կրելու ժամանակահատվածում։ Ըստ էության այսքանը, եթե հարցեր լինեն, սիրով պատասխանեմ։ Շնորհակալություն, պարոն Քոչարյան, հարցերի համար գրանցում։ Պարոն Քոչարյան, մի հարց եմ ուզում տալ, ուղիղ կապված չի ես օրենքի հետ, իսկ կաշառք տալու է վերցնելու տեսանկյունից, այդ նույն սահմանափակումները կան հանրային պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ։ Եթե կաշառք տվող վերցնումը պետական պաշտոն է եղել օրինակ։ Այս սահմանափակումները նախատեսել ենք միայն ընտրակաշարք տալ ստանալու միջնորդության համար։ Առհասարակ, որպեսզի մի փոքր ավելի լայն պատասխանեմ ձեր թույլտվությամբ, գործող օրենսդրությամբ լրացուցիչ պատիժները նախատեսված չէին պարտադիր, այսինքն մենք փոփոխություն ենք կատարում եւ սա ըստ էության բացառություն ենք նախատեսում ընդհանուր տրամաբանությունից օրենսգրքի եւ այս 4 հանցակազմերում լրացուցիչ պատիժը նախատեսում ենք, որ պետք է պարտադիր կիրառվի։ Մյուսների դեպքում, օրինակ կաշառքի դեպքում դա արդեն թողնված է դատանի հայեցողությանը եւ որոշ դեպքերում պրակտիկայում այո, դա կիրառվում է կախված արդեն անձի զբաղեցրած պաշտոնից։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ պատասխանի համար, կարծում եմ հանրային ծառայողի պետական պաշտոնյայի կաշառք տալու վերցնելու տեսանկյունից իհարկե համեմատելի չի հանցանքի աստիճանը, չնայած որ կարծում եմ արժի, որ դրա մասին նույնպես մտածենք եւ դա նույնպես այսինքն արգելվի այդ մարդուն հանրային բարիքի հետ ընդհանրապես շփումը եւ կառավարումը առավել եւս եթե մարդը ասենք իր պաշտոնական դիրքում կաշառք է ստացել ենթադրում եմ սա նույնպես տրամաբանական կլինի կխնդրեմ ուղղակի զուտ հետագայում սա քննարկման առարկա սարքեք իհարկե կապ չունի այս կոնկրետ քննարկվող հարցի հետ Շնորհակալ Շնորհակալ եմ շատ հարգելի գործընկերներ, ճիշտն ասած մի փոքր ողջավորությունս էլ անցավ, քանի որ պարոն Խաչատրյանը հիմա դահլիճում չէ։ Ես ուզում եի ասել, որ բնավ չեմ զարմանում, թե ինչու է պարոն Խաչատրյանը մտածում, որ թոշակների բարձրացումը դա ընտրակաշառք է, որովհետև վերջին հարցազրույցներում տեսել ենք, թե ինչպես է նկարագրում մեր թոշակառուներին պարոն Խաչատրյանը եւ ինչպես է արտահայտվում իր վերաբերմունքը թոշակառուների հանդեպ։ Հետևաբար բնավ զարմանալի չէր նման իր գնահատական տալը, թեպետ այդպիսի արտիստիկ ձևակերպ
կազմակերպումներով։ Ինչ վերաբերվում է օրենքի նախագծին, սիրելի հայրենակիցներ, մենք բոլորս բազմիցս մեր մաշկի վրա զգացել ենք ընտրակաշառքով տասյակ տարիներ իշխանություն զավթածների ապաշնոր կառավարման ազդեցությունը, ուստի հունիսի 7-ին եւս մեկ անգամ փորձ կատարվեց ֆինանսական միջոցներ ներգրավելով Հայաստանում կրկին իշխանությունը զավթելու, որն իրենց չհաջողվեց շնորհիվ մեր քաղաքացիների արժանապատիվ, իրավագիտակից եւ քաղաքականապես հասուն ընտրությունով։ Այս համատեքստում կարևոր եմ համարում նախ եւ առաջ պատժի խստացումը ընտրակաշառք առաջարկողի, վերցնողի եւ դրանցում որպես միջնորդ ներգրավվածների համար։ Այս գործընթացում ներգրավվածները պետք է հասկանան, որ իրենք քրեական վարքագիծ են դրսևորում եւ պատիժն էլ պետք է լինին նույնքան խիստ։ Ուստի այս նախագծով առաջարկվող փոփոխություններին խնդրում եմ կողմ քվեարկել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, արգելի գործընկերներ, ես բնավ զարմացած չեմ, որ ընդդիմությունը ընտրակաշառք բաժանելու, ստանալու եւ միջնորդելու համար պատժաչափի խստացման օրենքի կեսից ուղղակի գնաց ազգային ժողովի դահլիճից, որովհետեւ այսպիսի մի կպչուն կարծիք ունեմ, որ գնացել են ընտրակաշառքի համար այս պահին կալանավայրերում գտնվող իրենց թիմակիցներին պերեդաչի տանելու։ Ես ընդդիմությանը այս թեմայով ասելու շատ բան չունեմ, միայն ընդդիմությանը հորդորում եմ, որպեսզի, այսինքն այս ընդդիմությանը էլի, երկու փոքրիկ խմբակ լինելու, գիտեք, 9-րդ գումարման ազգային ժողովում, այդ երկու փոքրիկ խմբակներից առավել փոքրիկին, Հայաստան Դաշինքին հորդորում եմ, որ իրանց առաջին համար Ռոբերտ Քոչարյանին համոզեն ու բերեն նստեցնեն այս դահլիճում, ու ես իրենց խոստանում եմ, որ այդ գնապիտակը քաղաքացու ճակատին փակցնելու իրենց նպատակը կհասցնեմ վերջնանպատակին, այդ գնապիտակը Ռոբերտ Քոչարյանի համապատասխան մարմնի դեմքի մասին փակցնելով։ Այսքանը, շնորհակալություն։